Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր Հայաստանի դարպաս պահոտա Սյունիքն է։ Սյունիքը մենք պետք է պինդ պահենք։ Թույլ ղեկավարությունը այդ անգամ չի կարող Սյունիք պինդ պահել։ Գյուղացուն մենք ուզում ենք ազատենք հոգսերից։ Ինչքան շատ բերք ունենաս, այդքան շատ բերք մթերմակայանը վերցնելու է։ Այդքան շատ փող տալու է քեզ։ Եթե դուք լավ չեղաք, քաղաքը լավ չի լինի։ Եթե դուք լավ չեղաք, պետությունը լավ չի լինի։ Դրա համար մեր հիմնական խնդիրը լինելու է գյուղացին։ Գյուղացի հոգսերի հետևացումը, որ գյուղացին լավ ապրի։ Իրար հետ պետք է այս վիճակից դուրս գան։ Որ համախմբվածին եք ճիշտ եք։ Ապագան Սամվել Կարապետյանի հետ։ Հայաստանի միակ շանսը մնացել է դա։ Ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ ու ուժեղ Հայաստան։ Ոնց են մարդիկ իրենց զգում։ Հիմա ապրում ենք առօրյա հոգսերով։ Մենք ձեզ կբերենք ուժեղ խաղաղություն։ Ուժեղ խաղաղությունը Սամվել Կարապետյանի հետ լինելու է։ Ինչ կփոխեք գյուղում, որ ձեր կյանքը լավանա։ Մեխանիզմ ունենք, որ դաշտերում աշխատենք։ Հարկերից ազատ են, հարկերը շատացրալ են աշխատաբերը, որ մարդիկ աշխատեն։ Ռոքման ճիրը լուրջ է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ խնդիր չունենան։ Սպաղվեն իրանց հողով, իրանց անասուններով, իրանց գործով մարդիկ։ Ժողովուրդ ջան, վստահեցնում եմ, գյուղացին բեռի տակ չի մնալու։ Սամվել Կարապետյանը ու իր թիմը մինչև հիմա ինչ ասել է, արել է։ Հիմնականում գյուղի է դատարկում։ Կացին ինչ ունի, դեր կանգնող չկա։ Մենք լուծումներ ենք առաջարկում ու տերենք մեր լուծումներին։ Մարդիկ իրանց անվտանգ են զգում։ Վտանգը լիբոյ վարկյան ելք է։ Հələ անվտանգ բան չկա Հայաստանում։ Մենք դες քաղաքական ուժեք ուզում, որ գլուխը չկախի օտար երկրացում առաջ։ Մենք ուժեղ Հայաստան ենք ունենալու, ցավը տանը։ Մեր համար մեկ խնդիրը այս սև ու սպիտակի վերացնումն է։ Հասարակ գյուղ է, չէ՞։ 5 տարի մեկ կտրություն են դնում, չտամասնում մեկը մեկին։ Ժողովուրդ ջան, վստահեցնում եմ, այդ ամեն ինչը չի լինելու, մենք բոլորս իրար հետ արժանապատիվ ապրելու ենք։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր Խաղաղ ու կայուն է քո ապագան